Եթե աշխատանքները նախատեսվածի զարգանան, սեպտեմբերին Գյումրին կունենա 3 ներառական դպրոցներ, նշեցին Փյունիկ կենտրոնում կլոր սեղանի մասնակից 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու World Vision կազմակերպության ծրագրի պատասխանատուն։ Ներառական դպրոցների գաղափարը ընդգրկված է 2015 թվականի Հայաստանի ռազմավարական ծրագրում։ Եվ կոնվենցիան է ընդունված եւ կոնվենցիայից բխող նաեւ ռազմավարական ծրագրեր է մշակում պետությունը անպայման համագործակցելով հասարակական կազմակերպությունների մեծ սեկտորի հետ, որպեսզի կարողանա ճիշտ կազմակերպել ներառական կրթությունը։ Հայաստանում 2-ից 3 տարիների ընթացքում 49 ներառական դպրոցներ են գործում, որտեղ ներգրաված են 1400 հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներ։ Միայն ֆիզիկական մատչելիության, հոգեբանի եւ ընդհանրապես ուսուցչական որոշակի խմբի վերապատրաստման պարագայում է հնարավոր ապահովել քայլաշարժողական ապարատի եւ սայլակներից օգտվող երեխաների կրթությունը։ Դա բավական մեծ գործընթաց է, հենց այնպես ասել, թե ներառական կրթությունը կներդրվի եւ միանգամից հաջողություն կունենա, շատ դժվար է։ Գաղափարը նոր է, շատ լավ է, որ ներդրվել է, բայց մեծ աշխատանք է պահանջում, որովհետեւ այդ ամեն ինչի արդյունքը մենք մոտակա ապագայում տեսնենք։ Այս համակարգի ներդրումը ի սկզբանե անհրաժեշտ էր Գյումրիում որպես աղետի գոտի, սակայն այս տարի է, որ հետաքրքրությունը հասարակական կազմակերպությունների կողմից ավելի է մեծացել, եւ հեռանկարներ են տեսնում այս ծրագրի իրականացման հարցում, քանի որ աջակիցների թիվն է մեծացել։ Կարիդասն է կազմակերպում ներառական կրթական ծրագիր եւ շինարարության կես փուլը կկազմակերպի Կարիդաս ավելի հեշտ կլինի հիմնովի վերանորոգել դպրոցը, ոչ փոքրիկ, ասենք, վերանորոգում կազմակերպել լրիվ մատչելի չդարձնելու համար։ Իսկ այդ հիմնովի վերանորոգումը արդեն ֆիզիկական մատչելի կլինի դպրոցում։ Եվ ճիշտ հասկանանք, որ դպրոցը ոչ թե ներառական է կոչվում, միայն հաշմանդամ երեխաներ կլինեն, ոչ, բոլորը հավասարին կլինի։ Նախապես կատարվել են տնայցեր, որի արդյունքում էլ պարզ է դարձել, թե որ տարածքներում է առավել քանակությամբ հենաշարժողական խնդիրներով երեխաները, եւ որպես ներառական դպրոցներ ընտրվել են թիվ 1, 7-րդ եւ 40 կրթօջախները։ Պետությունը այսօր վերանայում է նաեւ այդ հաստիկների հարցը։ Կամ ասենք երեխան գնացել է դպրոց, բայց այդ հաստիկները բավարար չեն եղել երեխայի կրթությունը լիարժեք կազմակերպելու համար։ Եվ այսօր ոչ գաղափարներ են ուզում ներդնել, սիստեմը ֆինանսավորման ներդրել են, բայց ուզում են ինչ-որ փոփոխություններ անեն, որպեսզի առավելագույնս երեխան այդ ֆինանսավորումից օգտվի։ Շուտով սկսվելու է առաջի կրթահամալիրի վերանորոգվելու հարցն է հիմնովին ես ֆիզիկական մատչելիություն չեմ գտնում միայն հաշտագով։ Եթե դպրոցը ունի հաշտագ, ուրեմն ֆիզիկական մատչելի է, ոչ։ Ֆիզիկական մատչելին նաև դպրոցի ներս մուտքն է։ Երբ երեխան հաշտագով բարձրանում է, պիտի դռները լայն լինի, սանհանգույցները լայն լինի, որովհետև ինքը 2-3 ժամ օգտվելու է դպրոցից եւ իր համար մատչելի պիտի լինի ամեն հարմարություններ։ Ճիշտ է, վերջին տարիներին հաշմանդամների ինտեգրումը հասարակություն նկատելի է, նշում են կազմակերպության ներկայացուցիչները, սակայն հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների ուսուցումը տնային պայմաններում է իրականացվում, որը եւս ցանկալի չէ։ Այդ առումով բոլոր շահագրգիռ կազմակերպությունների միակ ցանկությունն է, թեև ուշացած, բայց հավասարը հավասարին կրթություն ապահովել։ Նելի Քալաշյան, Գուրգեն Գինոսյան, Գալանյոս։